Նինոցմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում տոնական մթնոլորտ էր։ Գյուղի հարակից բլրակի վրա տեղադրված քրիստոնեության խորհրդանիշ երկաթյա խաչ իր շուրջն էր հավաքել Ղուլալիսի բնակիչներին, արտերկրում ապրող գուլալիսցիներին, հարևան գյուղերից ու ախալքալակից շատ հյուրերի։ Մեր գյուղը ասենք հին պատմություն ունի, սկզբի կալողները չգիտեն քուրդից են եկել, որտեղ խաչքար կա, այնտեղ ամենա 300 տարվա քարերը, դոնք հիմին պաշտպանվի ա հին գերեզմանոցները, դոնք պաշտպանվին կա, բայց ընդհանրապես մեր ժողովուրդը եկել է Արևմտահայաստանու երկնա երևի կա, դուք իմացած կլենաք, եկել է 1820 թվականին, թուրքական պատերազմի ժամանակ, մի մասը գնացել է Ձալգա, մյուս մասը մնացել է այստեղ, ու քիչ է մնացել այստեղ թուրք են ապրել, թուրքերուն հետ 7 ընտանիք ապրել է։ Ուրեմն հետո հեղափոխությունն եղել է, հեղափոխության ընթացքում թուրքերը գնացել են, Ստալինը թուրքերուն ակսորեց ինչերավ հերեցուց Վրաստանու։ Նորից ընդից կա մարդ որ ետ են եկե, մեկն էլ իմ պապս է ետ է եկե, ու շատ մարդիկ ընդեղ եկել են, ու ստեղ բնակչություն են հաստատել։ Գյուղում առաջին անգամ նշվում էր գյուղի տոնը, որը կապված էր նաև խաչի օծման արարողակարգի հետ։ Դարերի պատմություն ունեցող գյուղը Թիկնաձբարձունքին վկան է հյուրասեր, աշխատասեր ու միասնական իր ժողովրդին։ Մեր գյուղը շատ հին գյուղ է, մեր նախնիները եկել են Էրզրումի նահանգի, Երկար Մասուր, Տանձուտ, Աշխալա, Մազա գյուղերից 1820 թվականին։ Մի մասը մնացել այստեղ, մի մասը գնացել է Ձալգա։ Հետո 1918-20 թվականներին Ձալգայից նորից ետ են եկել Ղուլալիս։ Այսօր մեր գյուղը շատ մեծ տոն է, մեր արտասահմանում բնակվող Ռուսաստանում հիմնականում արտասահմանում բնակվող համագյուղացիները այսօր մեծ բարերարություն են արել մեր գյուղի համար, խաչ են դրել, որը հայ քրիստոնյա խաչը 301 թվականից մինչև այսօր միշտ համախմբվել է, ինչպես որ այսօր մեր գյուղն է համախմբված, այդպես 301 թվականից մինչև այսօր մեր հայ ժողովուրդն է համախմբված, Փարքասու մեր խաչը միշտ մեր կողքին է։ Տոնը այսօր խաչի տոն է, խաչի բացում է եւ գյուղի տոն է, որը կլինի շարունակական ամեն տարի եւ այսպես ամեն տարի կլինեն մեծ առիթներ։ Այսպես ասած շնորհակալի ձևով շնորհակալություն եմ հայտնել մեր բարերարներին, որոնք որ այսօր կազմակերպել են այս առիթը եւ կա գյուղի մասնակցությունը եւ կա մեր տղաների բարերարների մասնակցությունը շատ մեծ եւ ես այսպես խաչի բանը մի հատ բան եմ գրել, բանաստեղծություն եմ գրել։ Շնորհակալի խոսք ասելով մեր գյուղի կողմից վեր կանչ Ղուլալիսցիներին, վեր կացարի գյուղը տես, հողիդ կանչը հոգուդ մեջ, անհաղթ պապիդ տունը տես, արյան կանչը սրդիդ մեջ, դրած խաչիդ պոյը տես, Աստծո կանչը հոգուդ մեջ, Սուրբ մանյայի ուժը տես, հզոր զարգը սրդիդ մեջ, բարձր խաչիդ ուժը տես, Աստծո ուժը հոգուդ մեջ, հզոր խաչիդ ուժը քեզ, թող որ Աստված օրհնի մեզ։ Ես այսպես եմ իմ շնորհակալությունը հայտնեմ մեր համագյուղացիներին եւ ունեմ նորից մի փոքրիկ իրենց համար մի բանաստեղծություն գրած։ Իմ գյուղն է որ տարերով հին ու մաշված քարերով, փոքրիկ քարե ժայռերով, փխրուն սևահողերով, աչքը ճամփիդ չեր գդրում, տեսնես ում էր սպասում, իր ձորի մեջ գետափին սպասում էր բալեքին։ Արմատներով Ղուլալիսից Ռոմիկ Ավակյանը, ով այժմ ապրում է Ռոստով քաղաքում, Արևմտյան Հայաստանի Էրզրումի Սուրբ Աստվածածին եկեղեցուց բերեց հող ու ջուր։ Այն օրհնվելուց հետո լցվեց խաչի շուրջ բոլորը, դառնալով խորհրդանիշ անցյալի ու ներկայի միաձուլվածքի։ Այսօր էս հզոր խաչը մեզ հավաքել է
Գուլալիս գյուղ։ Եվ մեր աղոթքը, մեր օրհնությունը, որ այս խաչը պահապան լինի եւ Գուլալիս գյուղի, եւ Ջավախ Կաշխարի եւ Վրաստան պետության։ Խաչը միայն միասնություն է բերում, սեր է բերում։ Այսօր բոլորդ ուրախացել եք, հավաքվել եք եւ մեր ղեկավարներն էլ այստեղ մեր շատ հյուրեր ունենք։ Մեր աղոթքը առ Աստված, որ խաչը պահապան լինի։ Զորացնի մեր ազգը, մեր պետությունը, մեր ժողովրդին։ Հավատքի մեջ զորանան։ Եվ հեթանոսած հիմարություն, բայեցնոցին իսկ կոչեցելոցն հրեից, և հեթանոսած Քրիստոս Աստված զորության և Աստված իմաստնության։ Ալելույա օրհնի։ Խաչի պաշտոնականացման արարողությունից հետո օրհնվեց նաև մատաղը, այնուհետև իրականացվեց գեղեցիկ միջոցառում հայտնի աշուղների, երգիչների, պարային խմբերի կատարմամբ։ Միջոցառմանը հրավիրված էին նաև Նինոց Մինդայի ու Ախալքալակի ինքնակառավարման մարմինները, ովքեր իրենց սրտի խոսքը հայտնեցին ղուլալիսցիներին։ Ողջունում եմ սիրելի ղուլալիսցիներ, սիրելի հյուրեր։ Ես այսօր ներկայացնելով Նինոց Մինդայի մունիցիպալիտետի ավականին ուզում եմ իմ գործընկերների կողմից շնորհավորեմ Տիգին Մոսոյանի, Անի Մոսոյանի եւ մեր պատգամավորների պարոն Ուրեղյանի եւ պարոն Մանուկյանի կողմից, քանի որ իրենք այսօր հարկելի պատճառով գտնվում էին խորհրդարանում, իսկ Տիգին Մոսոյանը գտնվում էր Ախալցիխեում հանդիպման, չկարողացա ներկայանալ, բայց իրենք իսերդե ձեզ շնորհավորում են այսօրվա գեղեցիկ օրվա արդիվ։ Ու ես ուզում եմ իմ սրտից խոսք ասեմ, սիրելի ղուլալիսցիներ, երբեք այս ծևի ջերմություն Ղուլալիս գյուղում ես չեմ նկատել։ Երբեք չեմ տեսել այս ծևի ոգևորվածություն, որը այսօր ես տեսնում եմ ձեր բոլորի աչքերի մեջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ու ձեր հետ մեկտեղ ծափահարեմ այն մարդկանց, ում գլխի մեջ միտք առաջացավ, որ այս հայերի, հայ ազգի, քրիստոնյա ազգի սիմվոլը մեր հրաշալի խաչը տեղադրել այս գեղեցիկ վայրում։ Թող այս խաչը պահապան լինի Ղուլալիսից դուրս գալով ու Ղուլալիս վերադարձող բոլոր ընտանիքների, բոլոր մարդկանց հոգում, թող այս խաղաղություն բերե բոլորիս մեջ, այս գեղեցիկ տոնը թող ամեն տարի նշվի ու խնդրում եմ այն մարդիկ, ովքեր որ մի լումա ունեն դրած այս գեղեցիկ օրվա համար, իր քայլն են արել եւ արտասահմանից են եկել, որ այս գեղեցիկ օրը նշեն իրենց սիրելի համագյուղացիների հետ, խնդրում եմ բարձր ծափահարենք։ Խոսքը ունի ասելու Նինոց Մինդայի մշակույթ և սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Համեցեք, պարոն Վարդանյան։ Այսօր հուլիս 1-ից կդառնա մեզ համար մեկ տոն մեր սրբազան երկրում, աշխարհում հողում, այն հողին, որտեղ երբ թե կաթում է գյուղացի քրտինքը, դա արդեն սրբազան հող է։ Եվ Ղուլալիսը լինելով ոչ նորաստեղծ գյուղ, այլ ունի դարավոր պատմություններ, եւ դա ապացուցում է այն, որ Սուրբ Մայրամ դարաշրջան միջնադարում կառուցած գետնափոր եկեղեցին ապացուցում է, որ այստեղ բնակվել են դերևս այն ժամանակներից եւ այսօր երբ տեղադրվեց նոր խորհրդանիշը գյուղի, դա գյուղի պատիվն ու շնորհքն է։ Շնորհավոր տոնդ, սիրելի Ղուլալիս, շնորհավոր ձեր տոնը, սիրելի ղուլալիստներ։ Հայազգը անցնելով մաքարումների ու գաղթի երկար ճանապարհ չի կորցրել ապրելու հանդեպ ունեցած հույսն ու հավատը։ Նա իր բազգի ուժով կարողացել է կառուցել իր տունն ու հոգալ հանապազորյա հացը, բայց բախտի անիվը կրկին նրա որդիներին կարողացել է ցրել աշխարհով մեկ, սակայն հայրենիքի կարոտի կանչը երբեք չի մարել նրանց հոգուց, ու այս գեղեցիկ օրը նրանք բացի ֆինանսական աջակցությունից ներկա էին գյուղի տոնական օրվան ամիջական աջակիցը լինելու համար։ Ձեր հարցը, ինչ կզգանք տեսում ապրելով գյուղի հանդեպ։ Առաջինս եմ ձեզի կալոտ։ Ոչ միայն գյուղի հանդեպ, այլ մեր համագյուղացիների հանդեպ։ Եվ ինչ-որ ձևով պարտականություն գյուղի հանդեպ ընդհանուր, ինչ-որ հարցում հնարավորության դեպքում օգնելու պարտականություն։ Դե ընդհանրապես մարդկային վերաբերմունք, ինչ պահանջվեք մարդկությանը ապրելով հեռու իր հայրենիքից, ծննդավայրից,
միշտ կարոտելու ցանկություն ունենալ, ներկայանալ եւ տեսնել եւ գյուղը եւ համագյուղացիներին եւ հալազատներին եւ բոլորին։ Խաչը կառուցելը դա ոչ թե խաչ է ուղղակի, այդ խաչը մեր հավատքն է։ Քրիստոնյա եկեղեցու հանդեպ, քրիստոնեության հանդեպ եւ այդ հավատքը այն չէ որ մենք այսօր ունենք, այդ հավատքը մեր պապերի ցերավոց դարերից եկած հավատն է, որ մեր պապերը ժառանգել են մեզ, ինչպես նաև մեր լեզուն, մեր կուլտուրան, մեր բարբարը, այն ժամանակներն որ բյուզանդական պետության նման հզոր պետությունները գործանվեցին, մեր պապերը թեկուզ մի կուսոք մեր Հայաստանն ու մեր հայ ժողովրդին պաշտպանելով այսօր են հասցրել։ Այս խաչը այդ ամեն ինչի սիմվոլն է։ Այդ ամեն բանի սիմվոլը հենց այս խաչն է, որը մանրամասն է մեր անցյալը, մեր հայ ժողովրդի միաժամանակ պատմությունը, այսօրվա մեր հավատքը եւ հույսը։ Նպատակ ունենք պատասխանը, ինչ ասեմ, ինչո պատասխան պիտի մի տարի որ գանք, մենք ամեն անգամ էլ պատրաստ ենք ներկայանալ հնարավորության դեպքում, իսկ հանգամանքների դեպքում եթե չի ստացվում, մենք մեկ է որտեղ է գտնվենք, այսօրը պետք է նշենք, պիտի հավաքվենք եւ մեր գյուղի օրը միշտ նշենք ու հիշենք։ Այդքան բան։ Բարև ձեզ։ Բարև իմ հայրենակիցներ։ Գիտեք հայրենակից բառը դա շատ քիչ է, որովհետեւ դուք մենք իմ ամբողջ ապրած կյանքում գիտեք որ Հուլալիսը դա մի գյուղ չէ, դա մի ընտանիք է, որովհետեւ մեր մոտ ուրախությունն է եղել ընդհանուրի համար, միշտ է եղել ընդհանուրի համար։ Մենք եղել ենք մի ընտանիք, մի անդամ, դրա համար էլ մեր մեջ այն վախտ է պատահել, որ շատ-շատերը թողել գնացել են։ Գիտեք ինչ կա, որ ասում են թե ես համաչում եմ, որ ասում են այս գեղեցիկ, այս հրաշալի բնությանը կրգում ու մենք ինչի ենք գնացել, երևի այդ ծևի է ստացվել, ժողովուրդ ջան, դուք եղի ժողովուրդ, հարազատներ, դուք կներեք նրանց ովքեր գնացել են, բայց ի շնորհիվ ձեզ այսօր մենք վերադառնում ենք մեր ակունքներին։ Մենք այս Ռուսաստանի հուլալիստներս ամենքս մեր երկիրում ապրելով, մեկը Սամարա, մեկը Կրասնոյարսկ, մեկը Ռոստով, տարբեր երկրներում ապրելով գրուպա կազմեցինք, որոշեցինք որ ինչ որ գեղին համար ինչ որ մի բան անենք, առաջինը խաչը տնենք։ Դե խաչը դրինք ու որոշեցինք մեր բրազնիկի օրը, հունիսի վերջի կիրակին, ճիշտ այս անգամ ստացավ հուլիսի մեջ, բայց ամեն տարի հունիսի վերջի կիրակին գալի մեր Հուլալիս գյուղի այս բրազնիկը։ Կապ չունի մենք կգանք, չենք կա, բայց ամենքս մեր երկրում իրանք Կրասնոյարսկում, մենք Սամարայում, ու տարբեր տեղում մենք մեր բրազնիկ կնշենք։ Այսօր մենք շատ ուրախ ենք, որ հավաքվել ենք մեր գյուղում, շատ մարդիկ շատ տարիներից առաջ չեն եկել, հիմա ու շատ մարդկանց կտեսնենք ու ինչ որ պապավված ենք, կարոտությունները չեն կրնարնել, հուզված ենք ճիշտ ասած։ Ու այս տարությունը, այս մոմենտը ճիշտ է, ես Սամարայից եմ եկել, մեր ընկերներ խոսավ ինքներ Սամարայից եկել, ընկեր Խաչատրյանը Սիբիրից եկել, Կրասնոյարսկ 8000 կիլոմետրեր կերել եկել են մարդիկ, որ այսօր օրը 30 տարի համայրամակից մեկի չենք տեսել։ Մենք ուղղակի ուրախ ենք, չգիտեմ, խոսքեր չունենք, հուզվում ենք, որ ինչ որ բան խոսենք։ Ու ասեմ ավելի, մենք պատրաստ ենք, միշտ պատրաստ պիտի ելենք, որ մեր գյուղին ոչ թե մենակ խաչն ենք երել, ինչ որ էլի բաներ ենք, ինչ որ էլի բաներ կուզենք, այլ լիքը նպատակներ կա գյուղի համար, կուզենք այդ նպատակները իրականացնել։ Այո, բոլոր նպատակները։ Շնորհակալություն։ Գյուղ կանգնի գերան կկոտրի։ Այս թևավոր խոսքերն իզուր չեն ասված։ Ողջ գյուղի հասարակության համատեղ ջանքերով Հուլալիսում այսօր իրենց ելույթներով հանդես եկան անվանի աշուղներ, ինչպիսիք են Աշուղ Լեյլին, Ալիկ Ջավախը, Երկիչներ Մասիս Հունանյանը, Խաչիկ Արենցին, գեղեցիկ ելույթներով հանդես եկան նաև Ախալքալակի երիտասարդական կենտրոնի, Հուլալիսի եւ այլ պարային համույթներ։ Բեմից հնչեցին նաև շնորհավորական ելույթներ, ասմունքներ եւ այլն։ Թեև ես Երևանում եմ, սակայն իմ մանկության օրերից, երբ առաջի դասարանում էի, Հարկելի Բերջանուշը Ղիլալես գյուղից էր։ Եվ նրա երգը Աշունը եկավ, սովորեցրի ես երբ մանկավարժ եղա իմ երեխաներիս։ Այսօր բախտ եմ ունեցել հանդիպելու Ղիլալիսցիների հետ։ Ցանկանում եմ, որ հայ ժողովրդի
այն թերությունը, որ միասնական չեն եղել, միաբան չեն եղել, սիրեն իրար, հարգեն մեր հարևան Վրաստանի հետ, բարեկամական հարևանությամբ եւ շնորհակալություն նաեւ ձեզ այդքան քաղցր ժպիտի համար, շնորհալիության համար, հայրենասիրության համար։ Ավաղ պաշտոնյաները չգիտեմ ինչպես, բայց ժողովրդին հայ պահող միջոցառումները այսպիսիք են։ Ես հպարտանում եմ, որ դուք կաք, սրանք ազգային հայկական ամեն ինչ հայը որտեղ լինի պահպանող այսպես ձիրքերով, մեղեդիներով, երբ որ նայում էի ես Ալիկ Քսպոյանի խմբի պարերին, մեր տատիկների պարերն էի հիշում, մեր ինքնությունը պահպանող, մեր ինքնությունը հավերժություն տանող, փառք ու պատիվ Ջավախքի ժողովրդին, իմ կարծիքով Ջավախքային երկիրն է, որ դրախտի մի մասն է, եւ Ջավախքուհիները, Ջավախքեցիները այն մաքուր հալալ յուղի նման մարդիկ են, շատ շնորհալի, շատ ստեղծագործող, շատ լավ մայր Հայաստանում էլ պատիվ ունեցող, շատ լավ մարդիկ են։ Երբ որ Թոմաս Պողոսյանին խնդրեցի, որ ես չգամ, գնամ Ղուլալիս գյուղը, նա սիրով թույլ տվեց։ Ապրի այդ մարդը, որ Ալիկ Ջավախքն էլ մեր աշխուղներից է, շատ սիրված, շատ շնորհալի եւ ձեզ նույնպես շնորհակալություն, խաղաղ մնա մեր աշխարհը։ Կարոտել է իմ հայրենի սենք Ջավախքից, չեմ կարող ասել կարոտ սրտիս մրմունջը տամ երկից, թող լավ ապրեն, սիրով ապրեն, սոխագներով տայլայում, Աստված լսե աղաչանքս, օգնիր սիրուն Ջավախքի սիրասն, երթամ հասնեմ իմ Ջավախքս, հողն համբույրեմ սիրելի, կարոտներից փունջարած, ողջունեմ տատերից, պապերից։ Շնորհակալ ենք ով որ կազմակերպեցին այդ լավ տոնը։ Բոլորին առողջություն, հաջողություն շնորհավորում եմ մեր գյուղի այս պայծառ տոնը։ Ղուլալիս գյուղը հիմնադիր եղել այստեղ հայերը ապրել են 610 թվականին։ Այդտեղ կախտվել են, քնացել են Ալդաստանը, Արեմեդյան Հայաստան հարցերում, անտից վերադարձել են 1828 թվականին, որոշ մասը եկել է Ջավախք, որոշ մասը քնացել է Սոխում ու Գեղանը, իմ անձնական բաբիս հարը Գորվա տեղափոխվել է Սոխում տեղափոխվել է Գորի, իրենք անասնաբար խնամող մարդ են եղել։ Անտեղ որ ձեր չդվեմ, տեղափոխվել են Ծալգվա շրջանը Ղաբուր գյուղը։ Անտեղա բնակչությունը շատ եղել իրենց անասան խնամքին հնար չեղել 1897 թվականին տեղափոխվել են իմ պապս։ Պապս ունեցել է իր եկած տղա, իր որդինահերը եկել է, բայց մեր իսկական թախումը եղել են 4 աղբոր թախում, 3 աղբոր թախումը եկել են հոս Ղիլալիս, մեր աղբորը թախումն մնացել է Ծալգա Ղաբուր գյուղը, ու սկսել են այստեղ ապրել։ Գազվել են, անասուններ են բայել, խնամել են, աշխարհող մարդ են, բայց Ղուլալիսի հասարակությունը ոսկի մարդ է, մենք անգամ Ղուլալիսի դուրս ունենք լավ մարդիկ, երազի նրանց ծնողն են, որ այդպես երեխաներին դաստիարակել, թող լավ են։ Գյուղը ունենք մենք Ռուսաստանում ապրող լավ մարդիկ, լավ բարերարներ ունենք, գազն են քաշի, Իսիկ են շինել դվես, հաղ Ռուսաստանում քալող մեր երիտասարդ տղաներ, երջանիկ կյանք ունենան, կարմիր արևի տակ, փայլուն լուսինի տակ ապրին, երիտասարդներն խելք ունենան, հնազանդ լինեն,
մեծերին, իսկա մեծը լավ էլի, գյուղը անգամ լավ գլի։ Մեր գյուղի գլխավոր բարեկամները շատ են բարերարները, բայց գլխավոր առաջ հերթի բարերարը Սամվել Մարգարյանն էր։ 65,000 դոլար ներդրեց գյուղի սաղին գազերտիկը առաջին դեպքն որ Սամվել Մարգարյանը մեր գյուղին էր հալալը իրեն, համին նաղդիա հոսե, չդեմ ասիղ է չէ։ Ունինք Մանվելյանները կան, Ավակյան կա, Անդոնյանները կա, գլխավորվեց ադմարտը ուժի գործերա գյուղի բնակչության համար։ Մեր բնակչության հաղթնակից որներ Աշիճան։ Մենք պալոնները դանենք ախրկալակ զապրավկային էլ գունանք 10 կիլոյին դեղը 8 կիլո գլսեին։ Ու տնապերենք 3 օր չէր, բայց հայմի հաշվենքոնը ամսական է այդ տղան Սամվել Մարգարյանը գեղին ամսական իրենց ասեն 4-5,000 լարի օգնություն գուտա գեղացուն։ Ինչի համար բալոնը դանենք պիտի փեշկրի վարենք, այսիկ տենենք, անիկ տենենք, մալադես հատտղան, հալալալի դզազգատին։ Նախ ներգայանամ Անտրանիկ Խաչատրյան, Ղուլալիս գյուղի բնակիչ, կուզեի իմ խորին շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, ովքեր ինչ որ չափով լումա են ներդրել այսօրվա թե մեր դոնին, թե մեր խաչի պատրաստմանը։ Իմ խորին շնորհակալությունը ձեզանից եւ այն մարդկանցից, ովքեր եկել են այսօրվա մեր ուրախությունը մեզ հետ կիսելու։ Շնորհակալություն ուշադրության համար։ Այսօր շատ գեղեցիկ հիշարժան օր է Ղուլալիս գյուղի համար։ Ձեզ տեսանելի էր նաեւ շրջաբադը ինքը ցույց է տալիս, թե ինչպիսի ողջավորությամբ, ուրախությամբ եկել են համագյուղացիները բացելու Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ խաչը։ Հավատա մեր գյուղի 60-70% բնակչության արտասահմանում է Ռուսաստանաբնակ, Հայաստանաբնակ եւ այլն։ Ու բոլորը լսելով այս իրադարձության մասին մեծ ուրախությամբ հաղթահարելով բոլոր դժվարությունները եկել հասել են։ Մենք էլ տեսնելով իրանց շնորհավորում ենք միմյանց, կամենում ենք ողջ աշխարհի խաղաղություն, կամենում ենք բոլորին հաջողություն, մեր Ղուլալիս գյուղի բոլոր երիտասարդներին, մանուկների, մեծահասակներին լավ անցկացնեն այս տոնակատարությունը, բոլորին շնորհավորում ենք, շնորհակալություն, բարեմաղթանքներով շնորհակալություն ձեզ։ Շնորհավոր տոնդ Ղուլալիս, թող հարատև լինի քո միասնությունն ու հավատը առ Աստված։ Քրիստոնեության խորհրդանիշ խաչը միշտ լինի միասնության, հավատի ու հավատարմության կենթանի վկան ու ուղեկիցը։ Ասոլույսը թող անպակաս լինի ամեն բան, ամեն մի Ղուլալիսի ճրագներ տան, թող որ ճամփան չբռնի նա ու